Ես մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Բարև ձեզ Տիկին Նալչաջյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Գիտեք, որ ընտրություններից եւ առաջ եւ հետո մեր օրը բացվում էր այսպես լուսաբացին, մտել են այսինչ Գորշչի բնակարանը, այսինչին կալանավորեցին, այստեղ դատավարությունն է, քննչական կոմիտեի մոտ հավաքվել են եւ այլն եւ այլն։ Հյուրերիցս մեկը շատ ճիշտ նկատեց, ուղղելով այս իմ խոսքը, ասեց, որ ոչ թե նախընտրական փուլում էր կամ ընտրություններից հետո, կարծեմ Լևոն Զուրաբյանն էր, որ ավելին 2 տարի առաջ արդեն ինքը սկսել էր գործել, ինչպես ընտրված համայնքապետերի նկատմամբ քրեական գործեր, ոտնձգություններ, ահաբեկչություններ, վախի մթնոլորտ, պարտադրանքներ, պահանջներ հրաժարականի դա տարածվեց նաև 1-2 ամենամեծ քաղաքներից մեկի Գյումրու քաղաքապետի վրա տեսանք բառից բուն իմաստով տերոր այդ մարդու այդ անձի եւ այդ թիմի նկատմամբ քանի մարդու ձերբակալեցին եւ համատարած քրեական գործեր դա տարածվեց նաև Մասիսի քաղաքապետի նկատմամբ մենք տեսանք որ Փարաքյարի քաղաքապետը ուղղակի գնդակահարվեց եթե դա բարձր թողիվան վիճակի ասում են չգիտեմ ինչ անձնային ինչ-որ հարաբերություններ են եղել դա այսպես թե այնպես կապվում է Նիկոլի հետ որտեղ ինքն է պատասխանատու եթե դրանով պայմանավորված չէր քաղաքականներ պարզ էր որ պատվիրատուն ով կարող էր լինել ես չեմ հոգնում կրկնել որ այս անձինք շարունակում են հաստատել, որ իրենք շարունակում են մնալ մի կողմից քիրվայություն բերող Բլեյանի եւ մյուս կողմից բանդա ունեցող Վանո Սիրադեղյանի հոգեզավակը։ Իսկ բանդան տարբեր ձևով չի գործում։ Բանդանները ընդհանրապես խուլիգանները ունենում են մի դեմք։ Այդ դեմքը այնպես չի, որ շատ աղոտ է, չգիտեմ, այսպես դժվար է տեսնել, դժվար է պատկերացնել, կարելի է այսօր ցանկացած հայկական YouTube-յան ալիք միացնել, հեռուստաալիք միացնել եւ տեսնելով այսօրվա իշխանության այս կամ այն որևէ ներկայացուցիչի դեմք, լսել որևէ խոսք, հետևել նրանց վարքագծին, գործողություններին եւ քայլերին, մենք տեսնում ենք, որ իսկապես գործ ունենք բանդայի ես չգիտեմ, շատերն անգամ ասում է սա պետական բանդիտիզմ է կոչվում, որովհետև օրը ցերեկով լկտիաբար ակնհայտ է դառնում, որ սա հրանգավորված է ներքաշել Մայր Հայաստանին այն ուժին, որ բավականին ընդդիմադիր է Երևանի քաղաքապետարանում քաշել ինչ-որ պատմության մեջ, հրահրել եւ այսպես խրդժություններ ստեղծել, որից հետո ոհմակային բորենիներին, շակալներին բնորոշ ոճով խմբակային հարձակումներ գործել եւ ծեծ ու ջարդ եւ այս մարդկանց այնպիսի վիճակ, որ տեղափոխվել են հիվանդանոց։ Մեր հասարակությանը այս ամենին այսօր չէ, որ սովորեցնում են, 8 տարի շարունակ դրան սովորեցնում են եւ հասարակությունն էլ այս իմաստով մի տեսակ բթացած եւ թմբիրի մեջ էր, եթե այս ամենը լիներ ընդունենք մի 15 տարի առաջ, 13 տարի առաջ, դուք պատկերացնում եք ինչպիսի հանրային մեծ աղմուկ կլիներ, ինչպիսի դիմադրություն կլիներ, ինչպիսի ընդվզում կլիներ։ Իհարկե այնտեղ նաև արհեստական բաներ կար, որ ընդվզում կլիներ սա, որովհետև մենք գիտեինք, որ այդ ամենը արևմտյան դեսպանատների, արևմուտքի դեսպանատների հովանավորությամբ եւ աջակցությամբ էր այդ ամենը լինում, խրախուսվում էր այդ անձինք, ովքեր որ իբրև թե այն ժամանակ ընդդիմադիր են հատուկ պաշտպանություն ունեն իրենց կողմից, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ կանաչ ճանապարհ է տվել, ծեծեք, ջարդեք, հիմա եթե մենք սպանություններ ենք տեսնում, սպանեք, բայց լուծեք այդ հարցը, գերակա հարցը շարունակում է մնալ այն, որ պետք է այստեղից Խաչատուր Աբովյանի ասած, որ օրնվի են Սահաթ Վորոսի օրնած ոտելիս աշխարհը մտավ, հիմա եւ Ղազալբաշի չարշունչը մեր երկրից հանեց, հիմա հակառակ process-ն է, արևմուտքը եկել է եւ ասում է ձեր Խաչատուր Աբովյանի ասած խոսքերը սխալ էին, հիմա դուք պիտի վռնդեք իրենց, այստեղ օրնված ոտքը պիտի մնա թուրքական ոտքը։ Հետաքրքիր է, որ գործընկերներիցս մեկը Փաստինֆոյում մի հոդված էր գրել եւ շատ հետաքրքիր բաներ գտել, հիշատակելով Պերճ Զեյնթունյանի խոսքերը, ճիշտն ասած, այս ամենը ինձ հայտնի չէր եւ կարդալով հասկացա, որ այնուամենայնիվ տաղանդավոր մեծ մարդիկ շատ ավելի խորքային են շատ բաներ տեսնում, այս պարագայում ընդամենը արձանագրվել էր պատմական
փաստ, որ այսօր էլ շատ տեղին է եւ ժամանակավրեպ չէ, արժե մեջ բերել ձեր թույլտվության մեջ բերեմ եւ խոսքը փոխանցեմ ձեզ։ Ինչ է գրել ժամանակին Պերճ Զեյթունցյանը։ Ադրբեջանցիները վայրենի ժողովուրդ են։ Պերճ Զեյթունցյանի խոսքերն եմ ասում։ Սահմռկեցուցիչ բան է մարդակերությունը։ Ուզում եմ հիշեցնել Խորհրդային Միության Գերագույն խորհրդի փակ նիստի ժամանակ, ինչպես պաշտպանության նախարար Յակովը ելույթ ունեցավ, ասելով, թե ինչպես Բաքվում մի հայ աղջկա նրանք սպանել են, խորովել են եւ կերել։ Չեմ հնարում, հայտնի բան է։ Մեկ այլ փաստ, որ կատարվել է Մարաղայի սպանդի ժամանակ։ Սեդա անունով հայ կնոջը ադրբեջանցիները սպանել են եւ տանջանքներից խելագարված ամուսնուն ստիպել, որ կնոջ միսը ուտի։ Գիտեք, զարմանում եմ, որ այսպիսի փաստեր ունենալով ինչու շրջանառության մեջ չեն դնում։ Նրանք խոջալուն, որ սկզբից մինչև վերջ սուտ է, փչացած ձայնապնակի պես պատտում են, իսկ մենք սահմռկեցուցիչ փաստեր ունենք, մեկ անգամ ասում ենք եւ վերջ։ Սա տեղի ունեցել 1991-92 թվականին, ոչ հեռավոր անցյալում, մեր հարևանեն երկիրը, ում հետ այս ազգակործանը պատրաստվում է խաղաղություն կնքել։ Խոսույթը բացարձակ չի փոխվել, հրամայականները Ադրբեջանի պետության կողմից չեն փոխվել, գաղափարախոսությունը շարունակում է մնալ նույնը, հայատյացությունը շատ ավելի խորքային դրված է Ադրբեջանում, այն ինչի մասին, որ խոսում է եւ նկարագրեց եւ փոխանցում է Պերճ Զեյթունցյանը, ավելի սահմռկեցուցիչ պատմություններ կան շատ ավելի մոտ անցյալում, երբ որ ջերմուկի բարձունքների վրա իրենց ձեռքն էին հայտնվել 4 հայ կանայք եւ այնպիսի խոշտանգումների էին ենթարկվել, որ ես բազմից եմ կրկնել սրա մասին, որ մարդկային երևակայությունը չէր կարող պատկերացնել, որ ինչպես կարելի է վարվել մարդու հետ։ Սա մոտավորապես նույն բանն է, ում մտքով կարող է անցնել մարդուն խոշտանգել եւ ստիպել, որ ամուսինը, այսինքն ես չգիտեմ դա ինչ որակի ինչի մասին է խոսքը, եւ այսօր խաղաղություն բարբաջող այս տականքը ուրեմն շարունակում է այդ ում հետ որ պատրաստվում է խաղաղություն կնքել իրենց տարածքում, իրենց Բաքվում պահել մեր հայրենակիցներին, շարունակում են խոշտանգել իրենց բոլոր առումներով, շարունակում են խոշտանգված մնալ մեր ռազմաքաղաքականների տան եւ ոչ միայն մենք ունենք այնտեղ հայրենակիցներ, շարունակվում է օկուպացված մնալ մեր տարածքները, շարունակում են այս պատմությունները ոչ միայն նման պատմություններ կարդալ եւ վերջում տեսնել թե որ թվականին է եղել Աբդուլ-Համիդի թե ցեղասպանության տարիներին է եղել, այլ եղել է այս ժամանակակից Ադրբեջանի իշխանությունների հրահանգով եւ ժամանակակից ադրբեջանցիների ձեռքով, բայց սիրելի հայրենակիցներ, դուք ընտրեցիք, որ դուք ոչ թե պիտի նայեք այսուհետ մեր հերոսների աչքերին եւ դեմքերին, ինչպես մեկը գրել էր սոցիալական էջում, այլ դուք ուզում եք, որ այսուհետ ձեր անկողնու գլխի վերևում, ձեր դռան շեմին, ձեր բակում, ձեր գլխի վերևում, ձեր սարի գլխին, ձեր գյուղի գլխին, ձեր հանդի վերևում կանգնած լինի եւ ձեր աչքերի մեջ նայի հերվից հեռադիտակով, իսկ մոտիկից պարզ ձեր աչքերի մեջ նայի Սաֆարովը եւ Սաֆարովի նմանները, որոնք ինչպես տեսնում եք եղել են եւ 40 տարի առաջ եւ 30 տարի առաջ եւ այսօր ոչինչ չի փոխվել, միայն փոխվել է այն, որ մենք ունենք այսպիսի իշխանություն, որ այս ամենով հանդերձ շարունակում է մեզ պահել նվաստացած վիճակում եւ ունենք մի ժողովուրդ, որ պատրաստ է դա տանել, պատրաստ է դա ընտրել, պատրաստ է դա ողջունել։ Ես այս պարագայում ճիշտ ասած Տիկին Նալչաջյան հիմա արդեն հարցն եմ ուզում հնչեցնել, կարծում եմ, որ ոչ թե կարծում եմ, չգիտեմ, հարց եմ տալիս նաև, չարժե արդյոք, որ ընդդիմությունը հետ քաշվի, ազգային ուժերը հետ քաշվեն եւ այն 750,000-ի կամ 30,000-ի մասին է խոսքը, եթե ընդունենք, որ 200,000-ը կեղծիքներ են արել, իսկ դրա մասին շատ է խոսվում, վստահ եմ, որ Սահմանադրական դատարան դիմելուց շատ նոր փաստերի հայտ կգան, չնայած մի շարք փաստեր արդեն իսկ արձանագրվել է եւ շտաբի կողմից եւ պայքարող ուժերի կողմից եւ վստահ եմ, որ Սահմանադրական դատարանում կներկայացնեն, եթե անգամ այդքան խախտումներ է եղել, եթե ընտրողների կես միլիոն մարդ
ձայն է տվել իրեն, գուցե արժե այս մարդկանց միայնակ թողել իրար հետ, թող շարունակեն Նիկոլին ողջունել, սիրել, նայել Սաֆարովի աչքերի մեջ, հիշել այս պատմությունները, եթե պետք է իրենց դրան շեմին ընդունեն Սաֆարովներին, եթե պետք է իրենց տներում ընդունել, գուցե թողնենք, որովհետև շատ շուտով մենք տեսնում ենք, թե նաև հյուսիսից ինչ ձայներ են գալիս եւ ինչ խոսք է գալիս, բավականին պարզ են խոսում եւ բավականին հստակ են խոսում։ Ես մի քանի անգամ էլ մեջբերում արեցի Մարգարիտայի խոսքը, ինքը շատ արդեն պարզ է ասում իրենց ոճով, եթե իրենք նրանք ովքեր որ ռուսական կողմնորոշում ունեն, ոչ թե ռուսական կողմնորոշում ունեն, քննադատում են օրինակ Նիկոլին, ճանապարհը փակի եւ թույլ չեն տալիս մտնել Հայաստան։ Նույն բանը կարելի է անել այն անձանց հետ, ովքեր Նիկոլը 18 թվականից հակառուսական հայտարարություններ անում եւ մարդիկ, որ ընտրել են Նիկոլին, նշանակում է հակառուս են եւ նրանց ճանապարհը փակել Ռուսաստանից։ Դուք պատկերացնում եք ինչ կլինի այն 3 միլիոնի կամ չգիտեմ այն 300,000-ի, որ պատրաստում է գնալ, գալ կամ ապրում է այնտեղ, այս հայության հետ ինչ կարող է լինել։ Գուցե թողենք մենակ։ Ես չգիտեմ, ես հատկապես որ գիրքը բավականին շատ է, Նիկոլես վերջերս սկսել է անվերջ ինչ-որ կրքից խոսել, հիմա էլ Պապ Թագավոր չի, Աստված չի կամ գուցե եւ Պապ Թագավոր է եւ Աստված է եւ ինքը ամեն ինչ է եւ հիմա արդեն որոշել է, որ ինքը ամենակրքոտն է եւ կրքոտ ձևով տանում է մեզ պարզե այն պատմությունների մեջ, ինչի մասին որ հիշատակեց Պերձեյթունցյանը, նորից եմ կրկնում, որ սա հերու անցյալում չէր, նույն ժամանակակից Ադրբեջանում էր տեղի ունեցել, ընդ որում դեր սովետական միությունը կար, այս փլուզման բան եզրիներ։ Խնդրեմ, կինո։ Տեսեք, Պերձեյթունցյանի կողմից հիշատակված։ Բարձր կինո, չեմ, բացարձակ չի լսել։ Պերձեյթունցյանի ուրեմն կողմից հիշատակված այս փաստը, որ այսօր շատ լավ է, որ մարդիկ թարմացրել են, նորից վերել են, հա, այսպես հրապարակ, խոսում է այն մասին, որ չի կարելի լինել ուրեմն միամիտ, պարզամիտ եւ մտածել, որ ազգային բնավորությունը այդպես արագ փոխվում է, ազգային բնավորությունը բավականին կայուն կազմավորում է, նույնիսկ ավելի կայուն, քան անհատ մարդու բնավորությունը։ Այնպես որ եթե մենք խոսում ենք ժողովուրդների բնավորության, դիրքորոշումների, ել չեմ ասում, եթե դա պետության սահմաններում ձևավորված ժողովուրդ է, իրենց ռազմավարության, մարտավարության եւ այլնի մասին, ընդամենը մակերեսային մոտեցում է մտածել, որ ամեն ինչ կլինի այլ կերպ, հա, միանգամից կփոխվեն։ Սա մի ծուղակ է, որտեղ ընկնողը անպայման պատժվում է։ Այս հիշեցումը ես շատ կուզենայի, որ հասներ այն մարդկանց ականջներին, ովքեր ինչպես հաճախ ասում են, ուրեմն ընտրաշավի մեջ ներգրավված մարդիկ, ասում են իսկապես մեր ժողովրդի մեջ կա մի հատված, որ ասում է, ինչ ա եղել, Թուրքիի հետ հանգիստ ապրել ենք, էլի կապրենք։ Մեծ հատված, հա։ Եկեք ասենք, որ մոտավորապես կես միլիոն միայն ընտրող, որտեվ այդ կես միլիոնը, որ գնաց Նիկոլին ձայն տվեց, ինքը պատրաստվում է այս ադրբեջանցու հետ ապրել։ Ուրեմն, տեսեք, այդ չասեք քիչ, կես միլիոնի մեջ ես ուղղակի շերտեր կգտնեմ, հա։ Օրինակ դրանց մեջ, այսպես մի շերտը, ահա այն է, ինչի մասին խոսում ենք։ Ովքեր պարզամիտ մակերեսային մոտեցմամբ ինչ ա եղել Թուրքիի հետ կապրենք։ Թուրքիի հետ հայ մարդը միշտ պիտի հիշի, որ Թուրքիի հետ ապրող հայը ոչ թե ապրում է, այլ մեռնում է։ Հա, ինչ որ մի էտապում ոչնչանում է, նաև ֆիզիկական ոչնչացման մասին է խոսքը, այն էլ ահա այս ձևերով։ Գիտեք, երբ դուք այդ հատվածը բերում եք Զեյթունցյանի հիշատակած, ես միանգամից հիշեցի Վերժինե Սվասլյանի ուրեմն գիրքը, որտեղ ինքը հատիկ հանդիպել էր Եղեռնը վերապրած մարդկանց հետ եւ ամեն մեկը այս տիպի սահմռկեցուցիչ պատմություններ պատմում։ Եվ ես սրանից ուզում եմ նորից շեշտել, երբեք մի մտածեք, որ ազգերի բնավորությունը, ազգերի դիրքորոշումները, արժեքները եւ այլն այդպես արագ փոխվում են։ Թուրքն էլ է նույնը, մենք էլ ենք նույնը։ Մենք էլ ենք նույնը։ Եվ հիմա մենք բախվում ենք ահա այս դաժան իրականության հետ։ Այնպես որ այն մարդիկ, ովքեր մտածում են, այդ մի շերտը դա է, հա, ովքեր այդ մակերեսային մտածող, պարզամիտ, հա, կաշառվող, հա, այս կարգի մարդիկ են։ Մի ուրիշ շերտ կա, ես չեմ ուզում ինչ որ
արդարացման, այդպիսի բան ասել իրենց մասին, սրանք վախեցածներն են, որոնք վախով, ճնշումների տակ, սպառնալիքների տակ գնացել են, թեև իրենց ներսում այլ դիրքորոշում են ունեցել, գնացել են մտածելով, որ դե մենակ ինձ իմ ձայնով ոչի, ես գնամ, հա, չգիտեմ, աշխատանքից չզրկվեմ, մանավանդ փոքր համայնքներում այդ սպառնալիքները ավելի առարկայական են, ավելի շոշափելի են։ Այս շերտը, որը գիտեք ինչ, ես դատավոր չեմ, որ կամ արտարացնեմ կամ չարտարացնեմ, համենայն դեպս սա նույնպես կարճամիտ դիրքորոշում է։ Կարճամիտ, որովհետև եթե դու վախենում ես ինչ որ մի փոքր բանից, բայց քո առաջ կանգնած է շատ ավելի մեծ սպառնալիք, դա նշանակում է, որ դու քո ձեռքով դաժան բան եմ ասելու, քո զավակի գերեզմանափորն ես դառնալու։ Այս պահին թվում է, թե դու ինքդ քեզ քո ընտանիքը, քո զավակին, քո երեխաներին փրկեցիր, բայց մեծ հաշվով այնինչ կատարվելու է, եթե այսպես շարունակվի, ուրեմն դու գիտեք ինչ, այն որ ասում են ձեռքս կոտրվեր, հիմա էլ թող ասեն գլուխս կոտրվեր, հա, չգիտեմ, ինչ դա չի փրկելու արդեն։ Հարկավոր է որոշակի խիզախություն ունենալ։ Այնպես որ այն վախի գործոնը, որ այդպես գեներացվեց, ընդ որում այսօր այդ օրինակները, որ մենք բերում ենք, ունենք աչքի առաջ, հա, այդ ծեփեմ, չգիտեմ, արդեն չգիտեմ, ինչ բառեր էին, հա, ամեն ինչ, կաշին, մորթեմ, չգիտեմ ինչ, կամ այն խուժանապետությունը նաև Երևանի քաղաքապետարանում, այն պատկերը, որը մենք տեսանք քաղաքապետարանում, գիտեք ինչ, սա, այսպես է, իրենք շատ լավ տեսան, թե ինչը, որ մարտավարությունը իրենց այնուամենայնիվ օգուտ բերեց։ Վախը, հա, սարսափեցնելը, սարսափի եւ իրենք շարունակում են այդ նույնը, որովհետեւ գիտեք ինչ, երկու խայծ իմիջիալոց նախորդ ընտրության ժամանակ էլ մուրճը առավ, ասենք ասում էր կտա մուրճը, բոլորի գլխին կտա, ուրեմն ինտենսիվ ձևով, հա, այնտեղ թե այսպես սիմվոլիկ մուրճը ուղղակի թափ էր տալիս, հիմա արդեն գործեր, դատեր, ձերբակալություններ։ Հիմա տեսեք, այսինքն նորին մեծություն վախը միշտ շատ արդյունավետ իր գործը անում է։ Իրենք այդ գործիքը, վախի գործիքը ձեռքից բաց չեն թողնում։ Հա, եւ ես համոզված եմ, որ իրենց ուղղորդողները հենց ուրեմն այդ տակտիկան։ Բայց երկրորդ կարևոր բանը շահը եւ փողը եւ կաշառքը։ Բացի դրանից, գիտեք, խաղաղության խայծը։ Գիտեք, մարդիկ միշտ չէ, որ հակված են խորամուխ լինելու իրերի բնույթի մեջ, հա, երևույթների խորության մեջ։ Եւ եթե ինչ-որ մեկը քեզ ասում է, որ ես քեզ խաղաղություն եմ բերելու, նայի դες ոչ մի բան հա չի պայթում մեր երկնքում, խաղաղություն է, գնա վայելի այս խաղաղությունը, գիտեք, առաջին հակազդումը, մարդու առաջին միտքն է, որ հա մենակ թե խաղաղություն լինի, ես այս արտահայտությունը շատ եմ լսել, հա, մարդկանցից, որ մենակ թե խաղաղություն լինի, բայց մարդը չի ուզում մտածել, որ 3 պատերազմ բերած մարդը ոնց կարող է 4-րդ անգամ խաղաղություն բերել։ Դե դրա համար եմ ասում, որ միշտ չէ, որ այսպես ցանկանում են։ Դուք այնուամենայնիվ կարծում եք խաղաղության հանգամանքներ, թե ավելի շատ շահը, փողը, կաշառքը։ Հիմա արդեն ջրի երես է դուրս գալի, որ գյուղերում ինչեր են բաժանել, ինչ կաշառք եղել, ինչ շահ է։ Նաեւ դա, եւ գիտեք ինչ, այստեղ արդեն այո, այդ շերտն էլ կա, բայց մի շերտ էլ կա, հետաքրքիր է, հա, այսպես ես այդ շերտին անվանում եմ այսպես խոհափիլիսոփայական, հա։ Նայում են դեմքիդ եւ այսպես շատ խելացի դեմքի արտահայտություն ընդունելով, այսպես խոհեմ, ասում եմ, դե նախկիններն էին արել, ինչ արել էին նախկինները։ Չէ, դա արդեն կեղծում են։ Չէ, դա արդեն կեղծում են։ Գիտեք ինչ, նայում ես, տեսնում ես, որ մարդը ինչ-որ մի հատ համոզմունք ձևավորվել է իր մեջ։ Դուք չեք կարծում, քարացել է այդ համոզմունքի մեջ ու չի ուզում դուրս գալ։ Մեր ամենամեծ շնամիներից մեկը այս ամբողջ ընթացքում այդ ձևավորված դիրքորոշումները եղան, որ մարդիկ չեն ուզում հրաժարվել իրականությունից, այդ ձևավորված դիրքորոշումները եղան եւ ասեն, որ այդ խայծը ժամանակին օրինակ հանրապետական կուսակցությունը, որ ոչ թե պիտի ներողություն խնդրեր, շատ հաճախ եմ խոսում սրա մասին ու անverջ խոսելու եմ, որ միջև տեղ հասնի, որ փոխանակ ասել, այո, ճիշտ եք դուք, մենք հետ քաշվենք, չգիտեմ ինչ, պիտի խոսեին են 10 միլիարդ զենքի մասին, որ ստեղծել են, պիտի խոսեին են խաղաղության մասին, որ բերել են, պիտի խոսեին են անվտանգության մասին, որ բերել էին, ոչ թե պիտի խոսեին են պրոֆեսիոնալների մասին, որ ստեղծել էին, պիտի խոսեին են քաղաքական ուժի մասին, որ դրա մասին
պիտի խոսեին այն համակարգերի մասին, որ ստեղծել են, բայց ես ամեն օր շարունակում եմ կրկնել։ Իհարկե, դուք ասեք մի երկիր, որտեղ չկան բազմաթիվ արատներ եւ սխալներ։ Կա այդպիսի մի երկիր, ամենակայացած երկրում, եւ նույնիսկ այն ժամանակ ես բարձրաձայնել եմ։ Մի լավ բան եք անում, այնպես չէ, 18 թվականից պիտի ասեն, դու ով է փողոցից եկած ինչ որ թափթփուկներ, եկել են ու սենց բան են անում, որ դուք, չգիտեմ, ինչը, որ այսպեսի համակարգ է։ Բայց գիտեք ամբողջ դժբախտությունը որն է, որ ցավոք սրտի եւ իրենք եւ հետագայում այս խայծը, որ շատ լավ հասկացել էր արևմուտքը 20-30 տարի շարունակ իր լրատվամիջոցներով, հասարակական կազմակերպություններով եւ դեմոկրատիա այս ճակերտավոր էստրատակ, որ մենք հասկացանք դա ինչ այլանդակություն է մեր նման երկրներում, որ ասում են դեմոկրատիա եւ խոսքի ազատություն եւ ինչ այլանդակություն է տակ, որովհետեւ մեր պարագան դա մեր երկրի կործանման բերեց, այսինքն իրենց նպատակը ավելի ճիշտ էր։ Պետք է լինել գրագիտ։ Այն մարդիկ ում ձեռքին կամ կառավարման լծակներ երկիր են ղեկավարում, իրենք պիտի տեղյակ լինեն մարտահրավերներից։ Օրինակ, ես հիմա վերջին ժամանակներում մանավանդ խորամուխ եմ լինում հոգեբանական պատերազմ կոչված երևույթի մեջ։ Դեռ 60-ական թվականների վերջերին գոյություն է ունեցել մի ծրագիր, որ կոչվել է Հարվարդի ծրագիր։ Հարվարդի համալսարանի լավագույն մասնագետներին հանձնարարված է եղել հոգեբանական զենքի մշակում, ինչը իրենք մշակել են, այնտեղ շատ հայտնի անուններ կան, եւ հիմա երբ մենք նայում տեսնում ենք տարբեր երկրներում այդ զենքը ոնց է կիրառվում, նաեւ այս որ հիմա ես ասում եմ, այդ վախը, սպառնալիքը, այնտեղ նույնիսկ կա կետ, այդ մեթոդների մեջ, որը հենց բառից բուն իմաստով կոչվում է հիմարացման բլոկը։ Մարդկանց հիմարացնելու շատ ներողություն էս բառի համար դեբիլիզացիա է կոչվում։ Այսինքն այնպիսի միջոցներ կիրառել, որպիսի մարդիկ դառնան անընկալունակ, մակերեսային դատողություններ կատարող եւ այս ամեն ինչը տարիներ շարունակ արվում է։ Ու եթե մենք այսօր զարմանում ենք, ասում ենք ինչ է տեղի ունեցել, հոգեբանական պատերազմի բոլոր զենքերը կիրառվել են եւ այս իմ ասած այս մի շերտը որ կա, որ ասում եմ այսպես խոհափիլիսոփայական, դա արդեն մակերեսի վրա դատողություններ անող մարդն է, որը ի վիճակի չէ իրերի բնույթի մեջ խորանալու։ Այնպես որ հիմա երբ մենք տեսնում ենք այն ինչ կատարվում է, եկեք հələ գնանք ոչ հեռավոր 2018 թվականը, կարելի է կարծել, որ այն մարդիկ, ովքեր լծվել էին հրապարակները, իրենց ամբողջ երազանքը նա էր, որ այս իշխանությունները ծեփեն, չգիտեմ, բորդյուր կարծացնեն, կաշի քերթեն եւ այլն։ Դա էր, երազանքը։ Երազանքը նա էր, որ ազգի արժանավորները այսօր պետք է Հայաստանի եւ Բաքվի բանտերում տառապեն։ Դուք հարցեր կարեք, թե դուք պնդում եք անում, ժամանակը չի որ պնդում անենք, որ այո, մեր ժողովրդի մեծամասնության երազանքն էր, որ քերթեն, չէ։ Ինչ եք ասում։ Բա որ գնում են ձայն են տալիս իրան, դա ինչ է նշանակում։ 18 թվի մասին եմ ես խոսում, այն ժամանակ էսի երազանքով էին գնացել։ Այն ժամանակ չէ, այն ժամանակ գիտեք ինչ է խայծը կուլին տվել, մտածում էին ավտարության համար միևնույն է անհասկանալի են 18 թվականի մարդիկ, որ գնացել են իր այդից, որտեվ այս մարդը եկել էր, ասում էր ստորացնեմ, նստեմ, քերտեմ, էսանեմ, մենանեմ։ Այն ժամանակ քերտեմ մերտեմ չի ասում։ Ոչ, ասում էր ասֆալտին ծեփեմ։ Ասում էր սիրում եմ։ Ասֆալտին ծեփելը ինքը ասեց արդեն իշխանություն ունենալուց է։ Չէ, վերել մի ինչ որ բաս է կծեփեմ, ես կանեմ, կծեփեմ բոլորին, չգիտեմ ինչ կանեմ, կնվաստացնեմ։ Այո, կա այդ երանգը կա, բայց բոլոր դեպքերում մարդիկ ոգևորված գնացել էին, կարծես ինչ որ չգիտեմ ինչ։ Ում հետևից ով ասում էր ծեփել, չկա այդպիսի բան։ Մի արդարացրեք 18 թվականին Նիկոլի հետևից գնացող մարդկանց, մի արդարացրեք։ Գիտեք, որ ես մեկն եմ եղել նրանից։ Գիտեմ, դրա համար եմ ասում, պետք չի արդարացնել։ Սա չի կարելի, սա դժբախտություն է, փորձանք է երկրի ժողովրդի վրա։ Բայց բոլոր դեպքերում այնտեղ կային մարդիկ, ովքեր խայծ էին կուլ տալիս, օй, բան արդարություն պիտի, մի հատ չեք նայում ովքեր են մեջտեղում, այդ մարդիկ արդարություն հաստատող մարդիկ են, մի հատ դրանց նայեք, իրանց գործունեությանը նայեք, իրանց արժեքներին նայեք, կամաց բացահայտվեցին։ Մի խոսքով այսօր մենք կանգնած ենք, չգիտեմ, արդեն նույնիսկ դժվարանում եմ բառեր գտնել, թե ինչպիսի լրջագույն, բարտագույն վիճակում է հայտնվել մեր երկիրը, ըստ էության այսօր ես գալիս եի ու մտածում էի, փաստորեն երկիրը 18 թվից Ալիևն է ղեկավարում։
Ալիևն է ղեկավարում, չէ, հիմա տեսեք, երբ ինչ-որ համակարգեր, մեկ էլ մենք նայում ենք, տեսնում ենք, որ ինչ-որ բան է, չգիտեմ, տեղեկատվական տեխնոլոգիաների, դա էլ արդեն կապեց Ադրբեջանի հետ եւ իրեն կարողանալու են։ Հիմա արդեն Հայաստանի ադրբեջանացումը process-ի մեջ է։ Process-ի մեջ է, եթե այդպիսի կարևորագույն ստրատեգիական նշանակություն ունեցող համակարգերը միավորվում են Ադրբեջանի հետ, եթե Ռուսաստանի վրա, չգիտես ինչու որոշել են, հա, խաչ քաշել, դա մեր կործանումն է, մեր ոչնչացումն է, այնպես որ հենց այսօր Հայաստանի ադրբեջանացումը իրականանում է եւ պատահական չէ, որ ընտրություններից հետո այդպես հապշտապ, հա, դեռ աչքերս չէինք թարթել, Ադրբեջանի ներկայացուցիչը եկավ Դիլիջանում նստեց եւ արդեն հավանաբար իրենց հաջորդ տակտիկական ուրեմն քայլերն էին որոշում, թե ինչ պիտի անեն։ Դուք միշտ ասում եք շատ լավ մեր ժողովրդին ուսումնասիրել են։ Հիմա ուսումնասիրելուց հետո հասկացել են այն ամենին ժողովուրդը ծեփելու, նեոբոլշևիկյան ձևով խլելու, ստորացնելու, կայացած մարդկանց ձեռքից խլելու, միևնույն է մեր ժողովուրդը այդպիսի տականք հատկանիշներ ունի եւ բավարարվում է եւ շատ լավ այսօրվա իշխանությունը հասկանալով գնում է դրան, դրա հետ միասին նաեւ այս այլանդակ բառապաշարը օգտագործելով կաշիները կքերեմ, չգիտեմ ինչ կանեմ, ինչ որ մի շերտ մեծամասնություն։ Չէ, դա մեծամասն։ Ես գտնում եմ, որ այս Նիկոլ ընտրողների մեծամասնությունը ավելի շատ վախեցածներն էին, իսկ անտարբերները պակաս մեղավոր չեն, որ չգնացին ընտրության։ Դուք պատկերացրեք, եւս մի 200-300 հազար մարդ գնար եւ էլի իր կողմնորոշումը։ Հիմա էլի կունենայինք այլ պատկեր։ Էլի ավելի հնարավոր կլիներ, հա, այս վիճակից ինչ-որ ձևով թոթափել։ Ինչի՞ չեք ասում են քաղաքենիների մասին, որ իբրև թե մենք նոր դեմքեր ենք ուզում եւ փոշիացրեցին ձայները, գնացին ինչ-որ Գուրգենների, Թաթոյանների, չգիտեմ ում Հայկ Մարությանների ձայն տվեցին, որ մեռանք բացատրելով բոլորին դեմ ենք, որ դուք այս մարդկանց ձայն տալով փոշիացնում եք ձեր ձայները եւ այդպես մի 100,000 ձայն փոշիացրեցին։ Բայց բացատրում ենք, չէ, որ մի գնացեք այն մարդիկ, որ չեն անցնելու, ձայն մի տվեք այդ մարդկանց։ Գիտեք ինչ այդպես սխալ է մտածելը, որ երբ դիմաց այդ մարդ է կանգնած եւ դու իրեն տրամաբանորեն ինչ-որ բաներ ես բացատրում, պիտի հասկանա եւ ընկալի։ Դա ուրեմն թյուրիմացություն է, այդպես չի։ Շատ դեպքերում, նույնիսկ սովորական կյանքում, հա, դու կանգնում ես մարդուն, ասում ես, տես այս փաստը, այս մյուս փաստը, էսա, այսպես չի կարելի անել, մեկ էլ նայում ես, որ ինքը անում է ինչ ուզում է անել, հա, իր եսը ավելի եւ ընդհանրապես մեր ժողովրդի ամենաթույլ կողմերից մեկը եսակենտրոնությունն է, որ այսօր նույնիսկ այս պայքարի մեջ ես տեսնում եմ, որ եսակենտրոնությունը շատ դեպքերում հաղթում է այնտեղ, որտեղ կործանարար է եսակենտրոնությունը, նույնիսկ քաղաքական ուժերի մասին է խոսքը։ Տեսեք, 18 թվականից կարող ենք ասել, բայց իրականում 18 թվականից չէ, շատ ավելի հետ կարող են գնալ, դրանից 10-15 տարի առաջ իրենք արդեն սկսեցին ազգային բոլոր այդ հիմնական սյուների դեմ պայքարել բոլոր լրատվամիջոցներով հայ առաքելական եկեղեցու դեմ վեհապար հորդը այդ որ նորից կներեք Անժելա որ ասում էի հոգեբանական պատերազմ դրանք հոգեբանական պատերազմի տարբեր ուրեմն ակցիաներ են, տարբեր բլոկներ են, նկարագրված, ուսումնասիրված, հասկանում եք դու ով հետաքրքրվում է խորանում է կարծում եմ եւ ասում եմ վայ էս էլ թվում է թե այս սրանք մտածեցին հիմա հա այս սիտուացիայում չէ դրանք բոլորը ձևակերպված տակտիկական քայլեր են հնարներ են որոնք գործում են այսինքն գիտական բաներ են ուսումնասիրված շատ լավ մեխանիզմ 18 թիվը նախապատրաստական հսկայական ճանապարհ է եղել չէ ես հիմա ասում եմ իրենց կոնկրետ քայլերի մասին որ այդ լրատվամիջոցներով հասարակական կազմակերպություններով առաջինը ոչնչացնում էին հայկական բանակը տեսեք սակունցատիպի մարդիկ բարիս բուն իմաստով արշավ էր գնում բանակի սպայական կազմի դեմ հատկապես հնարավորինս հեղինակազրկում վարկաբեկում էին գեներալիտետը բարձրաստիճան զինվորականներին հեղինակազրկում էին եկեղեցականներին վեհապար հորը արշավ էր գնում դրա դեմ հեղինակազրկում վարկաբեկում էին մեր նախագահներին հեղինակ շատ
կոնկրետ արշավ էր գնում Արցախյան ազատագրական պայքարի, այս ամեն ինչի դեմ գնում էր։ Հիմա մենք տեսնում ենք, որ դա շարունակվում է եւ մարդկանց մեջ դա այսպես բան մտած է, բայց ոնց որ թե դեռ իրենք վախ ունեն, որ տեսնում ենք միջև հիմա էլ դեռ որոշ նախագահների դեմ, զինվորականների դեմ, հրամանատարների դեմ, չգիտեմ, իսիմ 30 քանի հազար գործ է հարուցվել մենակ զինվորականների դեմ։ Տեսեք ինչ ներքին բան է, էլի արշավ է գնում Եվ դա այո ճիշտ նկատեցիք այսօր չէ, մենք տեսնենք 20 տարի առաջ, դեռ արդեն սկսել են։ Ականավոր զինվորականները ինչ ճանապարհ անցան, չէ, ով ասես կալանավորվեց, ում դեմ ասես մեր Աշոտ Երկաթը մինչև հիմա նստած է։ Այո, եւ ով է հիշում, ով է խոսում դրա մասին։ Կանդազը հերոս նստած է շարունակում է մնալ, Բաքվի բանտում շարունակում են մեր հայրենակիցները, ում ընդհակառակը, հա, նորմալ պայմաններում պիտի մենք ներկայացնենք մեր եկող սերունդներին, բացատրենք, որ այսպիսի մարդիկ ունենք, այսպիսի նվիրվածությամբ եւ այլն եւ այլն։ Տիկին Աչա ջան, ես ձեզ վստահեցնում եմ, որ այս 700 քանի հազարը որ ձայն է տվել Նիկոլին, լավ, ասենք թե 200,000-ը կեղծել են կես միլիոնը։ Լավ, կես միլիոնի մասին։ Եթե հարցնենք իրենց, որտեվ ես շատերին եմ հարցրել, օրինակ դուք հասկանում եք, որ եթե իրան ձայն տակ, այսինքն դուք կողմ եք, որ Բաքվի բանտում մեր հայրենակիցները շարունակվեն խոշտանգվել, կամ լռում են, կամ անտարբեր ասում են իրանք ով են, որ ոչ։ Այսինքն ես վստահ եմ, որ իրենք գիտակցել են Նիկոլին ձայն տալով, իրենք կողմ են, որ Արցախը այդպես տապալված մնա, Հայաստանի տարածքները օկուպացված մնան, որ հայերը շարունակվեն խոշտանգվեն Բաքվի բանտերում, որ Նիկոլը շարունակի խոշտանգել մեր մյուս կայացած մարդկանց։ Դուք անընդհատ ուզում եք ասել, ես լրիվ չեմ կարող դες հետ համաձայնել։ Գիտեք, ինչ որ մի զանգված կա այդպիսին, հա, այսպես չարությունից, որ տեսնում է դիմացին հետ ինչ-որ վատ բան է պատահում, հա, դրանից հաճույք ստացող, այդ նախանձի զգացողություն, բայց ավելի շատ, գիտեք ինչ պատահական չէ, որ այս ամբողջ թիրախում տարիներ շարունակ եղել է ինչը մարդկանց ուրեմն ինքնագնահատականն է, իջեցրել են մարդկանց ինքնագնահատականը։ Ես ով եմ, ես փոքր մարդ եմ, մի ձայնը ինչ է որոշելու։ Եվ այս սրանցից այդ կես միլիոնի մի հատվածը գնացել է ինքնախապեյությամբ, հա, որ դե ինձնից ինչ է կախված, գնամ մի ձայնը ստամ խնդիրների մեջ չլնեմ, հա, չգիտեմ, գյուղապետս հանկարծ չիմանա, այս չիմանա, այսինքն ավելի շատ եղել է վախի ազդեցության տակ։ Ես համոզված եմ, որ այդ կես միլիոնի մի զգալի մասը ատում է սրանց հասկանում է ինչի անում, բայց փոքրոքի է, վախեցած է եւ ունի ցածրացված ինքնագնահատական, դե մի ձայն է ինչ պիտի անի որ։ Թե հակառակը ասում է ես եմ որոշում կայացնողը, ներշնչել է իրենց, որ դու ոչ մեկ չես եւ ես գնում եմ դրա։ Այդպիսի ուրեմն պայքարող տգիտություն ավելի քիչ։ Հանցնենք մյուս հարցերին, ասում է ինչու հիմա որոշեց այդպես իրուր աշխարհի Նիկոլը հայտարարել, որ ես այո կրկոտ եմ, բանեմ ինչ է։ Գիտեք ինչ, իրենք կոպիտ ասած խառն են, որովհետև իրենք էլ հասկանում են, որ այս process-ները մի օր կարող են ափերից դուրս գալ։ Գիտեք, սենց մի բան կա, հիմա թվում է թե հանգիստ է, չէ՞։ Հանգիստ է, մի հատ էլ ասում, տեսեք քաղաքապետարանում կծեպ եմ, կաշիները տկեր եմ, թուրքի բառապաշարով։ Վախի, այդ մտրակի, այդ քաղաքականությունը մտրակը անընդհատ։ Գիտեք ինչ, ամբողջ աշխարհն իրենց կողքին է, բայց բոլոր դեպքերում զարգացումները իրենք էլ մտածում են, որ կարող է օրինակ ասենք, գիտեք ինչ, եթե Ռուսաստանը շարունակի լրջորեն այս սանկցիաները, հա, շարունակել, մենք շատ շուտով կանգնելու ենք սովի առաջ, հանկարծ չմտածենք, որ մենք ավելի լավն ենք, քան Արցախի ժողովուրդը, հա, եթե Ռուսաստանը այս սանկցիաները շարունակի, հա, սննդամթերքի խնդիր առաջանա, սրանք էլ հայրենիքի անունը անկլավ են դրել տալիս են Թուրքին, հա, նորից, չգիտեմ, Տիգրանաշենը հանձնեն, նորից այն ինչ խոստացել են հանձնեն, ինչ է ստացվում, որ մենք հայտնվում ենք բլոկադայի մեջ եւ շատ ներողություն սովի ճիրանները գալու են եւ մարդկանց սկսելու են խեղդել։ Հիմա, քանի որ այս կես միլիոնի մեջ ովքեր գնացել են եւ Նիկոլ են ընտրել, իրենք շատ
փոքր մտածելակերպ ունեցող մարդիկ են, հա, իրենց եսից դուրս չեկող մարդիկ են, ես նրանց նույնիսկ այսպես կանվանեի քայլող ստամոքսներ, հա։ Հիմա եթե ստամոքսը դատարկ լինի, հա, իրենց արժեքը դա է, հա, իրենց եսը, իրենց ստամոքսը, իրենց անձնական բարօրությունը։ Դուք պատկերացնում եք երկրում ինչ կառաջանա, դա կոչվում է քաղցածների խռովություն, հա։ Քաղցածների խռովության դեմ ոչ մի Նիկոլ, ոչ մի ՔՊ, ոչ մի բան այդ հեղեղի առաջ կանգ չի առնելու։ Իրենք այս ամեն ինչը հասկանում են, իրենք տեսնում են, որ ինչ-որ սպառնալիքներ կան։ Իրենք հիմա փորձում են ազատվել ազնվական հայերից, ես այսպես ասեմ, հա, ազնվական շերտից, հայրենանվեր, նվիրյալների շերտից, հայրենասեր մարդկանց, բայց սա իրենց չի կարող տանել իրենց վերջնական այդ չարաբաստիկ հաղթանակի ընդհանուր առմամբ եմ ես ասում, ոչ միայն ընտրությունների հետ կապված հաղթանակ, որովհետև շատ պրոցեսներ կարող են լինել։ Գիտեք, Անժելա, ասենց մի բան կա, հանդարտություն փոթորիկից առաջ, հա, շտիլ, հա, այդ կոչվածը, երբ օվկիանոսում պիտի փոթորիկ բարձրանա, մի յուրահատուկ լռություն ու հանդարտություն է տիրում։ Իսկ ով է ասել, որ այս լռությունը այդ ուրեմն փոթորիկից առաջ լռությունը չէ։ Այսինքն ճիշտ է այնուամենայնիվ թողնել Նիկոլին իր ընտրողների հետ միասին եւ ազգային շերտը հետ քաշվի, տեսնենք ինչ է։ Գիտեք ինչ, այն հարցադրումը, որ դուք կատարում եք, գիտեք, երբ էմոցիոնալ տեսակետից ես մոտենում, ասում ես, տեղն է սրանց գնացել են, ընտրել են, թող վայել են, հա, հետևանքները, հա, ինչ-որ, գիտեք ինչ, կսթափվեն այն ժամանակ, երբ որ ստամոքսը դատարկ կլինի։ Որտեղ ինձ մոտ տպավորություն է, որ իրենք այդ շերտի մասին է խոսքի, ես ամբողջ ազգին չեմ ուզում այդ ամեն ինչը ստանում դրանից տեսնեն, ահա, դե թող Կարինե Նալչաջյանը տանջվի եւ պայքարի, Անժելան թող տանջվի եւ խոսի պայքարի, պարոն Բագրատյանը տանջվի խոսի պայքարի, այն գործարարներին թող այս վիճակում լինեն տանջեն, այ բոմբ դառնա, այ դրանից իրենք սնվում են։ Ինչպես ասեց հացին կակա, չգիտեմ բոմբեր կդա, այ դրանից իրենք սնվում են։ Հիմա թող բոլորը հետ քաշվեն, ասեն դե հիմա մենք չենք պայքարում, դուք տեսեք ինչ եք անում իրար հետ։ Չէ, դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև դրանից սնվում է, դա անդադ վերցնում է Նիկոլ, ասում է կերեք, տեսեք Ծառուկյանին տանջում եմ կերեք, այս մեկին տանջում եմ կերեք, այն մեկին կեղեքում եմ կերեք, այս դրանք տանջվում են կերեք, հա։ Բայց մյուսները իրենց հետ տանջվելու են նաև արժանավոր մարդիկ։ Դե արժանավոր մարդիկ ցույց տվեցին, որ իզոլուչը խառնվելու են իրար հետ։ Ցույց տվեցին, որ 8 տարի շարունակ այնքան խելք եւ հմտություն չունեին, որ կարողանան Նիկոլին ճանապարհ դնել։ Դե հիմա թող փորձեն այս տարբերակը։ Ես նորից գիտեք ինչ, շատ դժվար պայքար է, շատ ծանր, դուք ճիշտ ասեցիք, ամբողջ աշխարհը բացի Ռուսաստանից սրանց թիկունքին է, դրա համար իրենք իրենց թույլ են տալիս, սա ծանրագույն պայքար է։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր այսօր այդ բեռը վերցրեցին Հայաստանը փրկելու թեկուզ ընտրությունների միջոցով, այդ մարդիկ, գիտեք, ինչ կարող էին հանգիստ իրենց համար ապրել, չէ՞։ Ուրեմն եկեք այս մարդկանց նկատմամբ, այսպես տանը հանգիստ նստած, հա, փափուկ բազկաթոռին, եկեք մենք ինչ-որ շատ խելացի, ամենագետի կերպարանք չվերցնենք ու չսկսենք քննադատել, հա, այ ես ինչ էսպես պետք էր անել, ես ինչ է։ Տիկին Նալչաջյան, հետո մենք միշտ ասում ենք ուր են, չէ՞, այդ անձնազոհ մարդիկ։ Բա Բակո Սահակյանը անձնազոհ չի Բաքվի բանտում, որտեղ պայմաններ դրված կամ դու կամ Բարգացի Ղուկասյանը անձնազոհություն չի, բայց 3 գեներալներ անձնազոհություն չէր, բա Ռուբեն Վարդանյանը միլիարդերի կյանքով ապրելու ձևը չգիտեր, բա դա անձնազոհություն չի։ Այսինքն դրանից են կողմի, ես ուզում հասկանալ, ինչ կա դրանից են կողմ անձնազոհության։ Այսինքն ես ինչի ասեմ, որ այս մարդկանց պետք է գնահատել։ Եվ նույնը տարածում է Գագիկ Ծառուկյանը կոմպրոմիսի ձևը չի։ Գագիկ Ծառուկյանը կոմպրոմիսի ձևը չգիտեր հանգիստ նստել, չգիտեր դուրս չգար։ Սամվել Կարապետյանը չգիտեր ձևը։ Գիտեր, չէ՞ ձևը չմտնես անձնական խնդիրներ են դրել իրենց առաջ։ Անձնական չէ, դրա համար պետք է գնահատել այս մարդկանց։ Պրիմիտիվ թիրախավորել։ Գիտեք ինչ, այսպեսի մի բան կա, հա, ասում է հաղթանակի հայրերը շատ են, պարտությունը որբ է։ Հիմա եթե չի հաջողվել համենայն դեպս, գիտեք ինչ որ բան հաջողվել է, եկեք այսպես անենք, հա, հաջողվել է այն, որ ժողովրդի մի շատ մեծ զանգված
այնուամենայնիվ ձայն չի տվել այս իշխանություններին։ Դա փոքր առաջընթաց է, ես բան չունեմ ասելու։ Դա փոքր առաջընթաց է մանավանդ այս սպառնալիքների թիրախում հայտնված այս մեր հայրենիքի համար, բայց բոլոր դեպքերում, գիտեք Անժելա, այս մարդկանց անունները, որ դուք տալիս եք, այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարի մեջ են, այն հարտակները, նաև ձեր հարտակը, իրենց գործը այնուամենայնիվ արել են, հա, եկեք մենք դա չփազգային աչքերը, դա արտար չէ, ընդդիմադիրները գործ են արել, որ նաև այսքան ընտրողներին չի ունենք, որտեղ այդ ընդդիմադիր զարգացը դրա շնորհիվ է։ Ես գտնում եմ, որ այն մարդիկ, ովքեր ընտրել են ընդդիմադիր ուժերին, լուրջ ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը, պետք է իրենք շարունակեն կանգնած մնալ այն մարդկանց թիկունքին, ում իրենք ընտրել են։ Այն մարդիկ, ովքեր վախի սպառնալիքի ազդեցության տակ են գնացել, պիտի հասկանան, որ իրենք սխալվել են եւ նորից կանգնեն ընդդիմադիր այս լուրջ անանձնական պայքար մղող ուժերի թիկունքին պետք է կանգնել։ Այնպես որ այդպես չի, որ ամեն ինչ վերջացած է, բազմաթիվ սպառնալիքներ կան, տարատեսակ սպառնալիքներ կան, ընդ որում այդպես չի, որ այսօրվա իշխանությունները այսպես շատ հանգիստ վիճակում են իրենց այդ ցուցադրական ելույթները եւ այլն սպառնալիքները ցույց են տալիս, որ իրենք անհանգիստ են, իրենք էլ խնդիրներ ունեն, հա, այդպես չի, որ գիտեք իրենց թիկունքում կանգնած մարդիկ իրեն պահանջներ ունեն, դժգոհություններ ունեն, մատ են թափ տալիս իրենց վրա, այսինքն իրենք երկու սպառնալիքի արանքում են այնուամենայնիվ գտնվում։ Իրենք այդքան լավ ծառայում են, բայց Ալիևների ախորժակը շատ մեծ է եւ իրենք նաեւ գուցե հասկանում են, որ այս մի քայլն անալն կարող է պատահի պայթյունը լինի, հա, իրենք ունեն սպառնալիքներ։ Մի կողմից էլ ժողովրդի հասարակության, հա, հայ մարդու նկատմամբ էլ իրենք ունեն այդ վախերը, որտեղ հայը կարող է ոտքի կանգնի, ել չդիմանա։ Եվ փաստեր կան, որ այո, հայը ոտքի կանգնել է ուղղակի դերևս վերջնական հաղթանակի չենք կարողացել հասնել։ Ինքս նաև համաձայնում եմ ձեզ հետ, որտեղ եթե իրենք վստահ լինեին, որ իրենք հաղթել են, սա ուղղակի ապշելու բան էր, հիմա հրահանգ է տրված բոլոր հերոսների պատկերները տարբեր տեղերից հեռացնել անցումներից, կլինի դպրոցներից, կլինի, այսինքն դեռ այդ վախը ունեն, որ կարող է սա ինչ-որ մի բան արտնասնել եւ նաեւ գործ են անում, դերքի հետ գործ են անում, հա, նորից Արցախի դրոշը, ոնց որ ասենք են ցլերին կարմիր բան տեսնում են գնավորում են, հիմա սրանք են, էլի, այս թրքահպատակները Արցախի դրոշի հետ կապված, իմիջայլոց ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ օրինակ մարտեր առանց կանոնների, այսպեսի մի սպորտաձև է թե ինչ է, ես հենց որ այդպիսի բաներ իհարկե վիճակի չեմ նայելու, բայց հենց տեսնում եմ, հասկանում եմ, որ մարդը մարդակերությունից այն կողմ չի գնացել վայրենի, գազանից, էլի, ինչ է, եթե մարդը դեռ իր հարվածելով, բան հիմա տես մի հատ այդ վայրենի անհասկանալի բան այդ սպորտաձևից մի հատ ինչ որ մեկը կա, ինչ էր դրա անունը, Ծատուրյանա, ինչ էր, Մարիամ։ Այդ որ Ծատուրյանա, ինչ է այդ սպորտի։ Ծառուկյան ինչ, Արման։ Հա ինչ որ Արմանա, չգիտեմ ով է, Ծառուկյանը եկել է իրանց հենց Ջեյմս Բոնդի կինոյի տղայի բան, ինչն է ապշելու, էս մարդուն բան են տալի, դրոշակ են մոտեցնում Հայաստանի եւ Արցախի վախեցած Արցախի, այսինքն ինչքան թշվառ ու ողորմելի։ Քանի գրոշ արժի այդ հաղթանակը ուժեղ տղայի։ Իբր թե քո գլուխը պինդ է Արման Ծատուրյանը, Արման Ծատուրյանը կարող է մտածել վրա գլուխը պինդ է։ Գիտեք, չէ՞ որտեվ անտդ խփել են գլխին։ Հիմա ինքը ասում է քյար փինջա գլուխս, հա խփել են, ես պնդացել է։ Իմիջիալոց իրանք դժբախտ մարդիկ են, որովհետեւ գիտեք, չէ՞, այդ սպորտաձևով զբաղվող մարդկանց ուղեղը ամենավնասված փոքր շատ բան վիճակում է, նաև երևի հասկանալի են, քան տվել են գլխին, հիմա այդ տհասությունն է իր մոտ ավելի առաջ եկել եւ բանը դե այդպեսի մարդկանց մոտ էլ ինչ արժեք, ինչ հայրենի, ինչ Արցախ, որ դուք վախենում եք Արցախի դրոշից։ Հիմա կարելի ասել, որ հաղթողը փաստորեն է վախկոտ է։ Իր բնույթով Արման Ծառուկյանը վախկոտ ողորմելի թշվառական ոնց որ ասում է Շեքսպիրը։ Չունի արժեք։ Եվ նաև, այսինքն իրենք եւ իրենց թիմակիցները դեռ շարունակում են վախենալ որոշակի ազգային արժեքներից, մեր հերոս դեմքերից, հայացքների դեմքերից, հայացքներից, Արցախի դրոշից, դեռ վախեր ունեն, մեր սրբազաններից, այսօր 2 տեղով դատ է գնում սրբազանների։ Պատկերացնում եք 3-4 սրբազան շարունակում են
տարբեր բաներով տնային կալանքի չգիտեմ ինչի տակ, եւ մարդը իրանով գրել այսա նորից հարցակվում եմ եկեղեցու դեմ, այն մյուս տեղում ուրիշ դատ է գնում, ողջ երկիրը մտել են ընդդիմադիր բաների Գյումրու տեխնացուներից մեկի տուն են մտել, դեռ այս արշավը շարունակում է, այսինքն դուք ճիշտ եք, իրենք ծրագրի մեջ էին գրել եկեղեցու դեմ արշավը, գիտեք ինչ, եկեղեցու դեմ արշավը, հիմա պետք է ասեք էլի բանեն, միամիտեին բան չէին հասկանում, որ գնում էին Նիկոլին ընտրելուց չէին հասկանում, որ իրենք սա նշանակում է, որ զենքը տվեցին ձեռքը, մուրճը չէ, կացինն էլ հետո ասեցին գնա, մեր 1000-ամյա եկեղեցու հիմքը քանդի։ Հիմա ես էլ տես տականք ընկերուհի ունեմ, տականք ընկերներ, որ իրանց կապիկի տեղ դրած իբր թե չեն հասկանում ինչա կատարում։ Հիմա այդ անասունները չեն հասկանում, որ իրանք տվեցին կացինը, ասեցին գնա եկեղեցում, հետո գնում են եկեղեցուն, ինչ որ արարողություններ են անում, հավատացյալներ շարունակ ընթացել է կաթողիկոսի վարկաբեկում, տարիներ շարունակ։ Չէ, բայց այդ մարդիկն ձեր ասած մարդկանց գլխում նստած է դա։ Կաթողիկոսը հիմա մեր եկեղեցին իր դարավոր ֆունկցիան է կատարում։ Այն ինչ պետությունը չի անում, մեկ էլ մենք տեսնում ենք, որ եկեղեցին է անում։ Բայց այստեղ միայն կաթողիկոսի դեմ չի, շատ կոնկրետ արշավ է հայ առաքելական եկեղեցու դեմ։ 5 սրբազան են դատում, չգիտեմ քանի քահանա են դատում։ Հիմա այն մարդը, որ ձևեր է թափում, թե չի հասկանում, եւ ինքը գնում այնտեղ կնունք անում, պսակադրություն անում, աղոթում է վառում։ Ինքը ուզում եք ասել չհասկացա, որ Նիկոլին ընտրելով կացինը տվել է, ասում է գնա խփի այդ բանին, հիմքին, չի հասկանում։ Դժվար է ասել, կարող է նաև հասկանում եք մարդիկ իրենց անձից են կողմ ուղակի չեն տեսնում։ Եկեղեցի է գնում է երեխային, կնքում է իրան թվում է թե ամեն ինչ ինքը արեց, հա Աստծո համար այդ ամեն ինչ ընդունելի էր։ Այս պրիմիտիվ մակարդակն է։ Հետո եկեղեցու դեմ արշավը, գիտեք Անժելա, այստեղ բացի նրանից, որ իրենք պատվեր են կատարում, այդ հիմնասյունը ուզում են քանդել, որովհետև ազգն են ուզում տապալել, պետությունն են ուզում տապալել։ Այստեղ ես մտածում եմ, որ եկեղեցին ամբողջովին գանձեր ունի, հա, գանձեր։ Իրենց աչքը նաև այդ գանձերի վրա է։ Սրանք անկուշտ են, հա, այդ գանձագողությունը իրենց արյան մեջ է։ Եկեղեցին դուք պատկերացնում եք ինչ համեղ պատառ է։ Նաև սա գիտեք Իշխան Սաղաթելյանից տուն ասում են կնոր զարդերն են տարի, չկա այդպիսի բան աշխարհում, ասեք ուր եք տարել, ինչի եք տարել։ Իսկ ինչ խոյտարակություն է։ Գիտեք ինչ հետաքրքիր է, բարոյական զարգացման տարբեր մակարդակների վրա գտնվող մարդիկ իրար չեն հասկանում։ Հա, անբարոյականը ծիծաղում է բարոյականի վրա, ասում ես ինչ միամիտ է, նաիվ է, կյանքից ոչ մի բան չի հասկանում։ Բարձր աստիճանի վրա կանգնած մարդը նայում է, ասում է լսրա վիճակը նայի եսով է։ Եվ տեսեք, օրինակ, սրանք անկանխատեսելի բաներ են անում, չէ՞։ Օրինակ, մեկը ես ու դու 18 թվին, որ գիտեինք, որ աղետ է գալիս, անկեղծ ասած ես մտածում էի, որ միայն Արցախի հարցն է դրված։ Արցախի հարցի համար են սրանք եկել, հա, որ արդեն հետո, այսինքն իրենք ամեն մի պրոգնոզ անելը շատ դժվար է։ Դու պիտի մտնես իրենց վիճակի մեջ, իրենց բարոյական մակարդակի տեսակետից պիտի նայես աշխարհին, մարդկանց իրադարձություններին, որ հասկանաս հաջորդ քայլը որը կլինի։ ՔՊԱ-ականներին հրավիրել իմ հաղորդման եւ հաղորդումներից մեկի ժամանակ այսպես հասկացա, այս ինչ աղետ է, այս ինչ ողբերգություն է, ում ձեռքում եք մենք հայտնվել։ Գիտեք, սա շատ լավ ընտրություն են կատարել, հա, այսպես ասած բացասական ընտրություն են կատարել, գտել են մարդկանց, հա, գտել են մարդկանց, ում կարելի է հանձնարարել ամեն ինչ եւ իրենք կկատարեն։ Տեսեք, ինչքան է շարունակում խաբել, հա, մարդկանց 8 տարի առաջ ասեց գալիս եմ, վերցնելու եմ, տալու եմ ձեզ, հետո 30 միլիոն վերցնում է Սաշիկ Սարգսյանից, հետո պարզում է պարոն Բագրատյանն է 1000 անգամ սրա մասին ասել, ոչ մի բյուջե չի գնում, որտեղ է ինչ է։ Հետո պարոն Վանեցյանն էր ինչ որ ինֆորմացիաներ փոխանցում, որ ինչ որ մարդկանց այսպեսի հետո մարդիկ չէ, փոքր երկիրը խոստովանում էին, այսքան միլիոն են ուզել, սա են արել, նա են արել, հետո ինչ որ բաներ տարածվեց, որ Անայի ֆոնդի համար են հատուկ զանգում, սպառնում են կամ կտաս կամ չես տա, բոլոր գործարարները այդ բաների մեջ են։ Բայց ոնց որ թե այն մարդիկ, որ իբրև թե ըստ ձեզ ազնիվ էին եւ հավատում էին դրան,
ես դրան բացարձակ չեմ հավատում, որովհետև իրենք ակնկալիքներ ունեին, ավելի շատ շահն եւ չարությունը, մենակ շահամոլ ու չար մարդիկ էին, որ գնացել են, ակնկալում են, որ կբերի։ Հիմա տեսան 8 տարի անցել է, Նիկոլն ու ամբողջ իր թիմը մեծահարուստներ են դարձել, նոր օլիգարխներ են առաջ եկել, իրենք շարունակում են այդ վիճակի մեջ մնալ 8 տարի հետո։ Նիկոլը ասում է, ես մնացել եմ նույն դասարանում 8 տարի։ Հիմա նոր հարձակվում եմ Գագիկ Ծառուկյանի վրա, NUS-ի վրա, ու ժողովուրդը այսպես բան է անում, սա ինչպես կբացատրեք։ Հիմա դու գտնում եք, որ ժողովուրդը ծափ է տալիս ամեն ինչին։ Հա, այդպես է գտնում ես ավելի շատ գիտեք ինչ անտարբերներն են շատ, ավելի շատ մի քիչ նորից կոտրվածներն են շատ եւ բավականին բարդ է լինելու է ժողովրդին նորից ոտքի հանելը, թեև պրոցեսներ այնքան արագ են զարգանում, հա, այնքան արագ են նոր աղետներ բերելու սրանք մեր գլխին, որ ես չգիտեմ, ձեր ասած այդ մարդիկ արդեն կզգան, որ իրենց դուրն է ծեծում, արդեն շատերը ում թվում էր, որ թող ուրիշները պայքարեն, հա, կամ ինչ է, որ իրենց անկյունում, մեկ էլ իրենք տեսան, թեկուզ ասենք ջերմուց ունեցող մարդիկ, ծաղիկներ ճեցնող մարդիկ, հա, այնպիսի մարդիկ, ովքեր սուսիկ-փուսիկ իրենց անկյունում, դեռ մի բան էլ ասենք, հա, Նիկոլը լավն է, Նիկոլը, չգիտեմ, երեխաների համար էս ինչ բան արեց, հա, այգին վերանորոգեց, չգիտեմ, ինչ արեց, դրանով բավարարվում էին, ոնց որ պետությունը այդ դրանով է, հա, կանգուն։ Հիմա հասկանում եմ, որ չէ, ոչ մեկը ապահովագրված չի, այնպես որ մենք չգիտենք դեռ ինչ զարգացումներ կլինեն, եթե սրանք էլի նոր աղետներ փորձեն բերել, բայց տեսեք ինչ են անում, վախեցնում են։ Եվ ինձ համար շատ հատկանշական էր, որ այդ քաղաքապետարանի այդ թողուբուհի ժամանակ, այդ խուլիգանության ժամանակ, այսպիսի մի բան հնչեց, հա, որ դուք դառնալու եք բոքս, ինչի տանձիկի Մատ այդ կդրես Մարիամ այդ արտահայտությունը, այսինքն տեսեք իրենց ձեռնտու չէ, որ ազգային ժողովում ընդդիմադիր ուժերը լինեն, իրենց ձեռնտու չէ, եւ իհարկե սա մեծ հարց է բազմակողմանի ուրեմն վերլուծության ենթակա նայած ինչպիսին կլինի իրադրությունը եւ այլն մանդատ վերցնել չվերցնելու մասին է վերցնել անպայման տեսեք իրենք արդեն հուշում են որ այնտեղ վախենալու տեղամի գնացեք հա այսինքն իրենց ձեռնտու է որ այնտեղ չլինեն այո հա իրենք իրենց մատնում է այո գիտեք ինչ գնան եւ ես նորից եմ ասում սա բազմակողմանի վերլուծություն պահանջող հարց է նայած ինչ իրադրության մեջ մենք կհայտնվենք այս համանդրական ես ճիշտ ասած տեսանկյունից ասում բայց ձեր ասածը շատ ավելի բան է եւ ուրեմն մենք ձեզ ինչ ենք անելու այո էս էլ միած սպառնալիք է սա է որովհետեւ եթե մենք դիմեինք եւ եթե օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ուժերին հանել ընտրապայքարից 5 տարի որ լաց եւ որնոց էին լսելու այն մասին որ այդ ընդդիմադիր ուժերը գալու էին հաղթելու էին եւ մենք դա նրանց թույլ չենք տվել այ հենց այսպես պետք է ընտրական շարքով փորձը կատարեի գնայիք իրանք ինքնակամ գլուխները ջարդեին ու հիմա այն կաշիները քերթվելու է բոլոր ընտրակաշարք բաժանողներին բոլորինը ու այո պարոն Թորոսյան այդ կոնկրետ ընտրակաշարք բաժանողներին այսինքն գողը ով բարձր լավ ով բարձր գողը առաջինն է չէ առաջինն է բարձր գոռում չէ այսինքն իրենք բաժանել են հիմա գոռում են դուք շատ ճիշտ եք ասում որ իրենք ասում են մի եկեք խորհրդարան որ նստեն ինչ ուզենան անեն շատ դեպքերում սրանց այդ նույն իրենց բարագլխի հետ միասին ասածների ենթատեքստը շատ հետաքրքիր է, հա։ Երբեմն շատ հաճախ ուղղակի հակառակը պետք է հասկանալ։ Շատ հաճախ իրենք մտադրությունների մասին ինչ որ մի բան լեզվի ծայրով այս ձևով իրենք ուրեմն ինֆորմացիա են ուղարկում։ Պետք է լուրջ անալիզ անել սրանց ասածները եւ տեսնում եք վախի մթնոլորտի ստեղծումը անընդհատ ուրեմն կա, հա։ Ինչը իրենց օգնել է իրենց եւ այդ գործիքը իրենք իրենց ձեռքից բաց չեն թողնելու։ Ինչ զարգացումներ եք ասեցիք հիմնականում նորից պիտի խնդրեմ ասեք ինչ զարգացումներ ուրեմն քանի որ ամեն ինչ շատ հարափոփող է հիմա եթե մեր ներքին զարգացումների մասին է մենք տեսնում ենք որ այո ես կողմ եմ որ պետք է այս պրոցեդուրաները անցնել մենք բոլորս հասկանում ենք չէ մարդիկ ասում են լավ էլի չգիտեք սահմանադրական դատարանը ինչ վիճակում է ովքեր են այնտեղ պարզ չի ինչ ուրեմն ելք է լինելու հա ինչով է ավարտվելու ես չգիտեմ նախ այդքան էլ պարզ չի բացի դրանից այդ պրոցեդուրաներով պետք է անցնել մանավանդ այդ պրոցեդուրայի ընթացքում շատ բաներ են ջրի երես դուրս գալու ինչը շատ կարևոր է որպես նոր ինֆորմացիա հասկանալու համար թե մենք ում հետ գործ ունենք
Շատ կարևոր է, այնպես որ ես չգիտեմ, այ կարող է պատահի այդ սահմանադրական դատարանի այս ամբողջ պրոցեդուրաներից հետո այնպիսի մի հատ իրավիճակ ստեղծվի, որ հնարավոր լինի փողոց գեներացնել։ Ես չգիտեմ, կարող է դա հնարավոր չլինի, մեկ էլ սրանք ոգևորված արդեն թուրքերի հաջորդ քայլերը թելադրանքները կատարելու ընթացքում արդեն մարդիկ հասկանան, որ այդ ճիրանները իրենց կոկորտն է, արդեն կոկորտին է հասել։ Գուցե այդտեղ լինի, բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը, ովքեր վերցրել են իրենց վրա այս ծանր պատասխանատվությունը, իրենց փոքր ու մեծ վրիպումներով հանդերձ, հա, պետք է մենք կանգնենք մեր ընտրության ետևից, որովհետև գիտեք, չպայքարելը, այսպես ասեմ, դա մահն է, միշտ կա ու կա։ Էլի եթե պայքարում ես, ինչ որ մի հեռանկար կտեսնես։ Եթե չես պայքարում, ուղղակի հայտնվելու ես թշնամու երախում։ Մի բան, որ այսօր ուրեմն ըստ էության այն ինչ որ հիմա մեր մոտ փորձում է հաստատվել, ավտորիտար համակարգ, բռնապետություն, բոլոր ընդդիմադիրներին բանտել, ձերբակալել, քրեական գործեր եւ կամած անտեսանելի ինտեգրել Ադրբեջանի հետ։ Պետությունը ինտեգրվում է Ադրբեջանի հետ, աչքի առաջ։ Այդպես չի, որ մենք պիտի մեկ էլ մի օր զարթնենք նոր լինի։ Չէ, պետական ամբողջ ինստիտուցիաները փաստորեն, չէ, ինչ որ էլեկտրահամակարգի մասին էին խոսում մի ժամանակ, այս ամեն ինչը, սա ինտեգրացիայի process-ը արդեն կա։ Այդպես չի, որ մեկ էլ պիտի զարթնենք, տեսնենք թուրքերը հետ իրանց ղոշուն են ասում, չէ, այդ տենց այդ իրանց այդ բանով sense լցվելու են։ Դրան էլ կարող ենք հասնել, բայց ավելի այսպես անտեսանելի եւ մի տեսակ ցիվիլ, հա, եթե կարելի է դա ցիվիլ ասել, այդպիսի ձևերով է դա արվում։ Պետությունը ոչնչանում է, ինտեգրվում է թշնամական պետության հետ։ Ինչու այն ինչ որ հաստատված է Ադրբեջանում 20 տարի կամ գուցե ավել ավտորիտար համակարգ բռնապետություն, շատ ճկուն սահուն կերպով Ալիևը կարողանում է դա բանեցնել եւ իշխանություն պահել, որովհետեւ ունի նաեւ մեծ ռեսուրսներ եւ այդ ռեսուրսներից ելնելով հավաքական արևմուտքը շատ բաների վրա աչք է փակում եւ Ալիևը եւ իր հակառուսականության շատ շահեկան է հավաքական արևմուտքի համար եւ նաեւ այդ ռեսուրսները այս կամ այն ժամանակահատվածում շատ կարեւոր է եւ Ռուսաստանի նման երկրների համար եւ Չինաստանի համար եւ հավաքական արևմուտքի համար ինչու պիտի դա այդպես շատ գեղեցիկ կերպով Նիկոլը չկարողանա անել Հայաստանում հիմա պիտի ասենք որտեվ հայերը շատ լավն են շատ ինչ են ինչու չպիտի Հայաստանում էլ նույն բռնապետությունը չհաստատի գիտեք ինչ ասեմ ձեզ բռնապետությունը թե ինչ է Ալիևը իր պետության շահերի ետևից է գնում հա այսինքն ազգային է այնուամենայնիվ իր համար ես չգիտեմ ինչ բռնապետությունում է ճնշումում է բանտերներում ինչ անում եւ այլն բայց բոլոր դեպքերում մենք նայում ենք որ տարբերությունը դա է իր պետության ուժեղացման հիմա այնտեղ հերոսացած է հա այնտեղ այդ հարցերը գիտեք ինչ հեշտ չէր Արցախի հարցը լուծել տեսեք ինչ խորամանկությամբ երկիրը ներսից գրավելով այդ հարցը կարողացավ լուծել այնպես որ Ալիևը այնուամենայնիվ իր պետական շահերի ետևից է գնում եւ դրա համար էլ իրեն լուրջ են ընդունում իր հետ հաշվի են նստում մյուս երկրներում ինչի մասին է խոսքը Նիկոլը իր այս ամբողջ թիմով իրենք բան են դրածոներ են ընդամենը իրենք ինչի պիտի Հայաստանի շահերից ելնելով ես զարմանում եմ երբեմն որ ասում են անկարող են ի վիճակի չեն եթե ի վիճակի չեք գնացեք իրենք ուրիշ բանի են ի վիճակի եկել են այդ ուրիշ բանը շատ լավ անում են երկիրը իրենց նպատակը էս երկիրը ինչ որ զարգացնելը ուժեղացնելը ախր դա չէ իրենց այս մարդկանց նպատակը ուրիշ է եւ իրենք հրաշալի այդ նպատակին հասնում են գնում են այդ ճանապարհով ոչ մի բանի առաջ կանգ չառնելով եւ վերջում երևի վերջում ես ուզում եմ մի բան գիտեք այսպես է Աստված որևէ մեկին չի պատժում առանց նախապես զգուշացնելու հիմա Աստված նաեւ մեզ նախազգուշացնում է մեզ բերելով մեր հարևան մյուս պետության օրինակը որ եթե ժողովուրդը, հա, համախմբված է, եթե ժողովուրդը սիրում է իր պետությունը, պարսիկների Իրանի մասին եմ ես ասում, այնտեղ միայն պարսիկներ չեն, հսկայական ուրեմն պետականության տրադիցիաներ ունեցող ժողովուրդը մենք տեսանք թե ոնց ես ես վերջերս մի պատկեր տեսա ուղղակի ցնցող էր ինձ հիշեցրեց 88 թվականը երբ ժողովուրդը
Իրանի ժողովուրդը լցվել էր փողոց եւ ասում էր մենք քո զինվորն ենք, հայրենիք թե իրենց ուրեմն հոգեվոր առաջնորդի անունն էին տալիս, այ Աստված այս օրինակը մեզ բերում է, հա, տեսեք այս երկիրը թվում է թե Միացյալ Նահանգների նման հզոր երկիրը մի անգամից սրանց ջնջխելու է, տապալելու է եւ այլն, դուք տեսնում եք ոնց կանգնեցին, դուք տեսնում եք ինչ պետություն էին ստեղծել, ինչքան հաշվարկներ էին արել են մարտահրավերները, հնարավոր չի ներսից քայքայել, հնարավոր չի գրավել։ Այո, եւ շատ կարեւոր է ժողովրդի դիսկորոշումը, ես շատ կուզենայի, որ հայերի մեջ այդ կրակը, այդ կայծը մի հատ աշնանար, որ մենք քո զինվորն ենք հայրենիք, որովհետև եթե չլինի հայրենիքը, չեք լինի դուք ոչ մեկդ եւ հոգեպես եւ ֆիզիկապես եւ ձեր ընտանիքներով, ձեր երեխաներով, չէ որ մենք գիտեք ինչ այդ նաեւ դրսի ուժերի համար, հայ մարդը արժեք չի, կարեւորը այս տարածաշրջանն է, որ իրենց պետք է, թե ինչ տեղի կունենա ձեզ հետ, ձեր ընտանիքների հետ, կապրեք, կմեռնեք, ինչ կլինեք, դա իրենց համար գոյություն չունեցող հարց է։ Նայենք Իրանին որպես օրինակ, որ ինչպես կարելի է փոքր ուժերով հսկայական ուժերին դիմակայել, ոչ միայն ռազմական, հա, տեսակետից, այլև զուտ հոգեպես, զուտ որպես ազգ։ Շնորհակալություն։